Ողջույն, Զաքարիա Քանաքերցին 17-րդ դարի հայ պատմիչ է և մատենագիր, ներկայացնում հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Զաքարիա Քանաքերցի պատմագրություն, գիրքը հրատարակել է Հայաստան հրատարակչություն 2013 թվականին։ Զաքարիա Քանաքերցին ծնվել է 1627 թվականին Քանաքեր գյուղում։ Իր հայրը Մկրտիչը ծառայում էր Կոտայքի գավառապետարանում որպես գրագիր։ 13 տարեկանից Զաքարիա Քանաքերցին միանում է Հովանավանքի միաբանությանը, որտեղ անցկացնում է իր ամբողջ կյանքը։ Սովորում է Հովանավանքի վանական դպրոցում, զուգահեռաբար դասավանդում է մանուկներին վանքին կից դպրատանը։ Նա լինում է դպիր, սարկաղակ, ապա սարկավագապետ։ Հետագայում դառնում է Հակոբ IV Ջողայեցի կաթողիկոսի գործակիցը, վերջինիս ուղեկցում իր ճանապարհորդությունների ժամանակ։ Կաթողիկոսի հանձնարարականներով այցելում է Ղազվին, Զմյուրնիա, Կոստանդնուպոլիս և այլ բնակավայրեր։ Հովանավանքի առաջնորդ Սարգիս Կարբեցու հանձնարարականով 1687 թվականին նա գրում է Հովանավանքի Սուրբ Ուխտի Կոնդակը աշխատությունը, որտեղ ներկայացնում է վանքի պատմությունը հիմնադրումից մինչև իր օրերը։ 1699 թվականին նա ավարտում է երկհատորյա պատմագրություն աշխատությունը, որտեղ ներկայացնում է Հայաստանի պատմությունը Արշակունիներից սկսած մինչև իր ժամանակները։ Իր աշխատության առաջին գիրքը նա գրել է իր ուսուցիչ Առաքել Դարբեջեցու պատմության հիման վրա։ Իր աշխատությունից մենք տեղեկանում ենք Երևանի խաների և Էջմիածնի հոգևորականության միջև եղած հարաբերությունների, հայ առևտրական և աշխարհողական ընտանիքների միջև կապերի, աշխատավոր զանգվածների ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Գրքում ներկայացված են Կարակոյունլու և Ակկոյունլու ցեղերի կառավարումը, Շահ Իսմայիլ I-ի կողմից Սեֆյան Իրանի հիմնումը և պատերազմները Օսմանյան կայսրության դեմ։ Գիրքը ընթերցվում է մեկ շնչով, գրքի վերջում առկա են ծանոթագրություններ։ Գիրքը հետաքրքիր կլինի Հայաստանի, Իրանի, Օսմանյան կայսրության, Մերձավոր Արևելքի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։